Փաշինյանը ինչ ասաց, որ իբր թե կատարողականը, որ եթե իրանք այդքան գումար չստանան, չեն աշխատի եւ այլն, այդ նախարարները, վարչության պետեր, փոխնախարարներ եւ այլն, դրա համար այդքան փող են տալիս, որ նրանք մնան, ինչպես ասած, հանրային սեկտորում։ Հիմա խնդիրը ինչումն էր, ես միշտ դա ասել եմ, կատարողականով պետք է դատել, հետո ինչ որ մնում են մնալ չմնալու հարց չի, լավ աշխատել, վատ աշխատելու հարցը։ Հիմա դա ես կարող եմ ձեզ տարօրինակ տվամ, բայց բյուջեի թալան չէի անվանի, եթե ապացուցվեր, որ իրենց արած աշխատանքը եւ դա թափանցիկ ձևով ցույց տրվեր, որ ինչ որ օգուտ է տվել։ Այդ դեպքում խնդրեմ, հասկանանք։ Չնայած կարելի է շատ այլ նպատակներով էլի 3.5 միլիարդը ծախսել։ Դա քաղաքական կոռուպցիայի դրսևորում է։ Ընտրություններ են եւ այսքան պարգևավճար է վճարվում, դա արդեն քաղաքական կոռուպցիայի իմաստով, որ ում որ վճարում են, նրանք ուրեմն պետք է ասեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկեն իրենց կողմը եւ ոչ միայն այլև համոզեն, որ նրանք էլ քվեարկեն քաղաքապայմանագրի օգտին։